Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր ես կվերածեմ այս ամենը հումորի, որովհետև այլ տարբերակ չի մնում, կան գոնե հումորի տեսակետով նայել այս ամեն ինչին, որովհետև խելագարվել կարելի է, այնպես որ մեջ կբերեմ իմ ֆեյսբուքյան կամենտներից, մեջբերումներ կանեմ, թե ինչ եմ մտածում, դրանց հիմա վրա կստեղծեմ այս հաղորդումը, բերեք քահ-քահ ծիծաղենք։ Մի խոսքով, հարգելիներս, դուք կարիք չունեք մեքսիկական սերիալներ նայելու։ Ընդամենը բացում եք ֆեյսբուքյան էջը Նիկոլի, դա ամեն ինչ փոխարինում է։ Ամեն օր նոր էպիզոդ։ Ինչպես հետաքրքրությամբ սպասում ենք հաջորդ էպիզոդին, հաջորդ օրը, մտածելով թե ով էր, ինչ էր, ինչպես էր, ինչու էր եւ այլը, ինչ կլինի։ Մի խոսքով սցենարիստի ֆանտազիան անverջ է։ Շոկային շրջադարձեր, դրանք երաշխավորված են։ Բաց մի թողեք, հետևացեք սերիալին։ Ամեն պահ օրը մի քանի անգամ կարող է լինել նոր շրջադարձ առանց սպասելու նույնիսկ հաջորդ օրվան։ Մի խոսքով, առավոտյան պատրաստում եք ձեր համեղ սուրճը, բացում եք Նիկոլի էջը, հասկանալու համար, թե ինչ դավադրություն է բացահայտվել այսօր։ Ինչ հետաքրքիր է։ Պետության կառավարման փոխարեն, որը շատ ձանձրալի է, եւ մենք չենք ցանկանում իմանալ կամ հետաքրքրվել, կարող ենք նայել ուղղակի ներկայացում։ Մեր սերիալների վարչապետը, որից ֆանտազիան ծայր ու սահման չունի, եւ դավադրության նոր սեզոն է սկսվում։ Միանձնյա շոու Նիկոլը դարձել է Նիկոլ Ֆլիքս։ Դավադրության տեսակետը դարձել է ազգային թատրոնի ամենակարևոր բեմակայացումը։ Մի խոսքով, հաջորդ էպիզոդին ենք անցնում, Նիկոլի լոգիկայով ֆանտազիան ազգային անվտանգության գլխավոր գործիքն է այդ հաջորդ էպիզոդի անվանումով։ Մի տարի Սրբազանի հեղափոխական շարժումից հետո հանկարծ ժողովրդի աչքի առաջ թևածվում է աղոթքով, խաչով, քարոզով եւ այլը այն շարժման պատկերը, որ տեղի ունեցավ, եւ դա Նիկոլը հայտնաբերում է որպես գյուտ, երբ որ բոլորը տեսել են, տեսնում էին եւ գիտեն։ Չգիտեմ ինչու սա ինչ-որ նորություն է թվում Նիկոլին, այստեղ է հետաքրքիր, որ դա այդպես է։ Իհարկե, հենց դա է կարևորը, որովհետև պետք է չէ հետաքրքիր շրջադարձ ամեն կինոյի մեջ, սերիալի մեջ։ Բայց հանկարծ գաղտնի ձայնագրություն, ինչ-որ թղթեր, PDF պլան, մեծ բացահայտում, որ վտանգավոր փորձ է եղել իշխանությունը խլելու եւ զավթելու։ Ահա տեսակ, թե ինչպիսի հայտնագործություն 1 տարի անց։ Ոչ ստորագրություն, ոչ ծրագիր, ոչ ամսաթիվ եւ այլը։ Անուն, ազգանուն, ոչ մի բան, ով ասես կարող է դա գրել։ Ում մտքի, այսպես ասած, կրեատիվ ստեղծագործական աշխատանքը կարող է լինել, որտեղից է գտնվել, ինչպես է ապացուցվում, որ դա պատկանում է նրան, այդ էլ չի ասում, դե դա ինչ կարևոր է ժողովրդի համար։ Կարևորն այն է, որ մի թուղթ գտել են։ Միգուցե Նիկոլն է տպել ինքը, իր ֆանտազիայից ելնելով գրի առել, թե ինքը իրեն ինչպես կհղաշրջեր օրինակի համար։ Մի խոսքով շատ հետաքրքիր սերիալներ են, ճիշտ է։ Մի տարի ուշացած հետախուզական պլան։ Դուք պատկերացնում եք։ 1 տարի հետո հանկարծակի վախեր։
Ասենք թե նույնիսկ մտադրություն է եղել, բայց չէ որ չի իրականացվել, բա այդ դեպքում ինչ անենք։ Ոչ իշխանության զավթում եղավ, ոչ բռնություն, ոչ հեղաշրջում։ Ցանկացել էր, պլանավորել էր, թղթի վրա գրել էր, ինչ-որ մեկը խզբզել էր, լավ, ասենք թե ճիշտ է։ Բայց ամեն ինչ անցավ խաղաղ, տեսանելի, բոլորը գիտեին, թաքնված չէր, հանրային։ Այն ժամանակ ոչ մի բան։ Ինչքան էլ որ մեկը ցանկանար 5 տարի առաջ, 10 տարի առաջ ինչ-որ մի բան, բայց չի կարողացել, չէ, իրականացնի։ Ահա թե ինչ հետաքրքիր է։ Նույնիսկ եթե չես կարողացել իրականացնել, միտքդ փոխել ես, սղճացել ես, հեռացել ես, դա կապ չունի։ Հիմա հայտնաբերել ենք քո նախագծերը եւ դա է կարևոր։ Այն մարդը ցանկանար կաներ այդ ամեն ինչը, որ չի արել, ժողովրդին այդտեղ անտեղ պտտելով տուն է ուղարկել։ Հիմա ինչ կարևոր է, թե ինչ եք գտել։ Ինչի համար է հետաքրքիր է այս աղմուկը Facebook-ում, ալիքներում եւ այլը, եթե իրականություն չի դարձել։ Դա նշանակում է, որ պետության անվտանգությունը երբեք էլ վտանգված չի եղել, եթե հրաժարվել են այդ մտքից, այդ շարժումը մարել է։ Հիմի ինչի համար է այս մոլորված ուշադրությունը։ Քաղբանտարկների թիվը ավելացնելու նպատակով, թե հերթական սենսացիան ստեղծելու այդ ձախողված հեղափոխության վերաբերյալ, որպեսզի սերիալի բովանդակությունը ավելի հետաքրքիր դարձվի։ Մտածելն ու կատարելը, պլանավորել ու չկատարելը դրանք տարբեր բաներ են, կարծեմ թե ես եմ ինչ-որ մի բան այն չէ, ինչ-որ մի բան ես չեմ հասկանում, դե սերիալները մի քիչ բարդ են, ով է հասկանում, ով տերն է։ Հիմա, այսինքն Նիկոլի պլանն այն է որոշել, վերլուծել Հայաստանում երբևիցե անցկացված բոլոր հնացած բողոքների ակցիաները եւ պարզի թե արդյոք նրանցից որևէ մեկը հնարավոր է որ վտանգներ ունենար, հնարավոր է որ նրանց մեջ կար վտանգներ, թեկուզ եւ չեղավ։ Ինչ եք սպասում հաջորդ էպիզոդում։ 18 թվականի Մերշիր Սերժին Արշավի գաղտնի օրակարգերի բացահայտում, միգուցե ինքը իրեն բացահայտ է այս անգամ, մոռանա, որ ինքը հիմա իշխանություն է եւ կարծի թե դեռ լրագրող է, այդ իր սովորության համապատասխան մի պահ մոռանա ու սկսի բացահայտել իր գաղտնի օրակարգերը կամ 2008 թվականի մարտի 1-ի ակցիաները վերագնահատի մեկ այլ տեսանկյունից։ Հնարավոր է նաև վերադառնանք առաջին հարահավաքներին, փնտրենք թե ովքեր են կանգնած ժողովուրդը միակ ուժն է պաստառի ետևում։ Բերեք փնտրենք, գտնենք, ինչու ոչ։ Բավականին պարապ ժամանակ ունենք։ Ոչ մի բան այնքան կարևոր չէ, ինչքան այս ամեն ինչը։ Եթե այսպես շարունակենք, կարծում եմ մի օր կգտնենք, որ Սարդարապատի ճակատամարտն էլ իրականում իշխանափոխության մի փորձ էր։ Եվ նա կսկսի այդ մասին գրքեր գրել, հոդվածներ եւ պատճառաբանել, թե ինչու։ Դրանք էլ ապագա էպիզոդների նյութ են։ Հավատում եմ ես դրան, այս ամեն ինչից ելնելով։ Բայց մեզ մի բան է պարզ դիտողներիս։ Իրական վտանգի բացակայության պայմաններում ստեղծվում է մի կեղծ թշնամի, որպեսզի մարդիկ մոռանան իրական խնդիրները, անվտանգության բացակայությունը, արտագաղթը, աշխատատեղերի բացակայությունը, գնաճը եւ այլ շատ հարցեր, բայց դա գաղտնիք է։ Դա միայն կարող ենք
կռահել։ Հարգելիներս, պետք է նշեմ, որ մեր երազած ղեկավարը այնպիսի հատկությունների ֆենոմենալ կոմբինացիա է պահանջում, որ լինի Wikileaks-ի խմբագիր, Շերլոք Հոլմսի պես հետախույս և Դոնալդ Տրամպի պես բիզնեսմեն, որ փորձում է Հայաստան փող բերել բիզնեսմենի պես, կարմիր գորգը փռելով Թուրանի առաջ, ասելով, որ ինչ կա, որ ուզում են թող գան, հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, մեզ դրանից ինչ վնաս։ Բիզնեսմենի մտածելակերպ չեք հասկանում, չեք գնահատում։ Եվ այս Շերլոք Հոլմսը, որ խուզարկեց, գտավ աշխատանքային գործիքները, տեսնես իր աշխատանքային գործիքները ինչ են իր կաբինետում կամ տանը, ինչեդ հետաքրքիր է։ Ըստ օդում կախած լուրերի, բերեք, մտածենք միգուցե դրանք լինեն, լավ թողնեմ ձեր ֆանտազիային, պետք չի չէ ամեն ինչը բացել էպիզոդների հետագա ընթացքները, որ կլինեն ապագայում, թե ինչպես կբացահայտվի Փաշինյանի աշխատանքային գործիքները, թողնենք հետաքրքրությունը պահելու համար։ Wikileaks անմիջապես գրում է, հենց հայտնաբերեց դոկումենտները, ամեն ինչը, անմիջապես գրեց, կարող է հակերը դարձել Փաշինյանը կամ վարձել։ Մի խոսքով, ընկերներ, այս ամեն ինչը մեկ մարդու մեջ դուք պատկերացնում եք սցենարիստ, գրող, սցենար գրող, գլխավոր դերն էլ ինքն է խաղում, ռեժիսորն էլ ինքն է, պաստանովկան ամեն ինչը, բեմադրությունը, ինչ կարող ենք չուզենալ այս մարդուց, ինչպես կարող ենք քննադատել այսքան ընդունակություններ, Տրամպի պես էլ մեկը բիզնեսմեն, դարձնենք Հայաստանը Великий, great again, վեհափառ again, այսինքն հզոր նորից։ Հաջորդ քայլը, ասում եմ, թե կլինի Turan City ստեղծելը Երևանի փոխարեն։ Եվ այս ամեն ինչի մեջ գիտեք ինչն է ամենահումորային մասը, մի ամբողջ տարի է անցել այդ սրբազան շարժումից, ոչ թե ստվերում էր դա, ոչ թե թաքնված, ոչ թե գաղտնի, հանկարծ Նիկոլը այսօր է տեսնում միայն, տեսնես որտեղ է եղել մեկ տարի, թաքնված, որ չի նկատել։ Հայաստանում չի եղել, ասեմ, Երևանում, թե ինչ է կատարվել, միգուցե քնած է եղել, թե հարբած, չգիտեմ։ Ու այս ամեն ինչը այն ժամանակ ժողովուրդ էր հավաքվում, ամեն ինչը իր համար օքեյ էր, բոլորովին ուշադրություն չէր դարձնում։ Հետաքրքիր մարդ է այս Նիկոլը իրոք։ Հանկարծ սկսում է բացահայտել հեռախոսազրույցներ, թե երևի էպիզոդներն է հետաքրքիր դարձնում սերիալի համար։ Սկսում է նոր քայլեր անել, իհարկե, ուշացած հետախուզություն, էպիզոդ, և հանկարծ սկսում է որոշել, որ հեծերը պետք է պետականացվեն։ Բայց Սամվել Կարապետյանը չի գողացել այդ հեծերը, իսկ դուք ռեկետի պես բռնագրավում եք դրանք։ Նա դա վերցրել է կոռումպացված և սնանկ վիճակով։ Մոնթե Քրիստո ես անվանում նրան, դա իհարկե հետաքրքիր դարձնելու համար։ Իսկ իջևանից փախած, իջևան կղզուց փախած կեղծ հեղափոխական Նիկոլը, որ ոչ մի փոքրիկ բիզնես անգամ կյանքում երևի չի ղեկավարել, հիմա ցանկանում է մի ամբողջ էլեկտրական ցանց ղեկավարել։ Ես կոչ եմ անում կաթողիկոսին գա նման հայտարարությամբ, եթե ամբողջ ազգային ժողովը և Նիկոլը դնեն իրենց մանդատները, խոսք եմ տալիս,
անպայման կհեռանամ ինքս էլ իմ պաշտոնից։ Ինչ կասեիք դրա մասին, դրա վերաբերելով։ Դուք պատկերացնում եք հանկարծ կաթողիկոսը ասեր նման բան։ Տեսնես մեր բարեպաշտ Նիկոլը կասեր, այո, եկեղեցին մաքրելու համար ես պատրաստ եմ դնել իմ մանդատները, եւ ազգային ժողովն է ծափահարելով կասեն մենք էլ հանուն եկեղեցու, ինչու չանել նման զոհաբերություն, ինքնազոհություն։ Բերեք չափենք դրանով նրանց բարեպաշտության եւ հոգեվոր լինելու։ Դե Նիկոլի պայծառ երևակայության մասին այդ հարցում ոչ ոք կասկած չուներ։ Ամենաշողշողացող կերպով այն դրսևորվել էր իր երկրի հակառակ կողմը ստեղծագործության մեջ, այդ գրքում։ Նա այնտեղ բոլորովին մոռացության էր տվել ֆանտազիայի սահմանները։ Իսկ այս կրթվելը նորաձև է էպիզոդի մեջ, պատկերացնում եք, դուք որ կրթվել եք բոլորդ, կարծել եք, թե կրթությունը արժեք է, դուրս է գալիս, որ ոչ, դա արժեք չէ գիտելիքը, այլ նորաձևության աքսեսուար։ Սխալ եք հասկացել։ Հիմա հասկացաք, այդպես են ձեզ կրթում, ձեր սխալ պատկերացումները, թե գիտելիքը ինչի համար է, դա ուղղակի նորաձևության մի զարդարանք է։ Ահա եւ մի այլ հայտնագործություն, ինչքան զվարճանալի եւ հետաքրքիր էպիզոդ։ Ընկերներ, այդ դուք խոսքս վերաբերվում է ձեզ, ովքեր գնում են նման կրթություն ստանալու։ Դուք դրանով ապացուցում եք, որ իրոք մնացել եք 5-րդ դարում, այդպես է չէ գրված Աննայի պաստառի վրա, մենք մնացել ենք 5-րդ դարում և պետք է կրթվենք։ Հիմա, որ դուք գնում եք մասնակցում եք, դուք միայն հաստատում եք, որ դուք մնացել եք 5-րդ դարում, բայց խոսքը միայն ձեզ է վերաբերվում, ով որ գնում է, որպեսզի այդ 5-րդ դարի մակարդակից դուրս գա, դրանով ձեր քայլով ապացուցում եք, որ իրոք դուք մնացել եք 5-րդ դարում և Աննան պետք է ձեզ կրթի։ Ինչ ասեմ, դե եթե մնացել եք 5-րդ դարում, լավ, ձեզ խղճում եմ, մնացել եք և գուցե 5-րդ դասարանում չեք ավարտել և դրանից մի քիչ վերև ինչ դասեր պետք է անցնեիք, հիմա գնացել եք կեսը այդտեղ սովորելու։ Մի խոսքով ինքներդ ձեզ պախարակեցիք մասնակցելով դրան։ Թե գնացել եք դուր գալու համար նրանց գծնվելու, ովքեր ուզում են ձեզ կրթել, դա էլ կա։ Միգուցե կրթված եք, ավարտած եք ինչ-որ մի բան, բայց չէ, գնանք ցույց տանք, որ անգրագետ ենք, 5-րդ դարում ենք, և խնդրում եմ, Աննա, մեզ կրթիր։ Աննան ինքը պետք է գնա կրթվի Չինաստանում, չինական փիլիսոփայություն, շատ հետաքրքիր է, չինական ռեժիմ, թե չինական փիլիսոփայություն, չինական սոցիալիստական ռեժիմը գուցե իր պլանն է սովորելու, որ գա նույն ռեժիմը ստեղծի Հայաստանում, օգտագործի ձևերը, բայց ինչու եմ ես նախօրոք հայտնում ապագա էպիզոդների զարգացումները, թողնենք դա, որ ավելի հետաքրքիր անակնկալ լինի բոլորիս համար։ Այն մարդկանց, ովքեր հանդիսատեսները Նիկոլի էպիզոդների, նրա այդ սերիալների տակ գրում են Նիկոլ վարչապետ, ապրես, առաջ, դուխով, սատարում ենք, քեզ հետ ենք, այդպես արա, ոչնչացրու ահաբեկիչներին և այլը, նրանց իմ խոսքն եմ ուղղում, ինչու եք անդադ կրկնում Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ է էլի, ինչ եք ուզում, կարծես է նոր պետք է ընտրվի, կամ դրանից ձեզ ինչ օգուտ, ինչ շահ ունեք, ինձ շատ հետաքրքիր է, ինչ որ անձնական շահ կա, թե հենց այնպես եք գոռում առանց հասկանալու, առանց որևիցե շահի,
կամ այդ ահաբեկչություն կոչվածը, որ հայտնաբերվում է 1 տարի անց, ինչ ահաբեկչություն, եթե չի կատարվել, ժամկետն անց ինչ ահաբեկչություն կարող է լինել, երբեք կյանքի չի կոչվել, հեղաշրջում չի եղել, չեմ հասկանում, հիմա նոր հայտնաբերեցիք դավաճաններ, միգուցե հանկարծ Նիկոլը իր մինչև ընտրվելը մի հատ թղթիկ հայտնաբերի, որ ինքը գրել էր 7 տարի առաջ, ինչ կանեի, եթե ես նախագահ լինեի, միգուցե դրա մեջ ավելի հանցավոր տարրեր կտեսնենք, պատասխանատվության ենթարկենք այդ գրածի համար, եթե չի արել, ասենք ապացույց, գտանք, ահա թե ինչեր ես գրել, լավ ես երևի թե ինքս գրեմ, հրատարակեմ, ասեմ, գտել եմ Նիկոլի փաստաթուղթը, ուռա, տեսեք ինչեր է գրել, ինչեր պետք է անի մեր երկրի հետ և ինչպես ճիշտ է համապատասխանում իրականությանը, իսկ հիմա մի քիչ լուրջ, ասեմ, որ ընկերներ, իսկական ժողովրդական երկրներում մարդուն չեն ձերբակալում միայն նրա համար, որ տարաձայնություն է հայտնում կառավարության հանդեպ, նրա կողմից ասածներին եկեղեցու հանդեպ։ Խոսքի, հավատքի ազատությունը հանցագործություն չէ, դրանք մարդու հիմնական մարդկային իրավունքներն են։ Ի նորություն ձեզ էպիզոդներ գրող Նիկոլ, ահա ևս մեկ հայտնագործություն արեցի ձեզ համար, ուշադրություն դարձրեք, այդ ինչպես է, որ այդքան կարևոր կետը բաց եք թողել, հին թղթերը գտնում եք, բայց կանոնները չեք հասկանում ավելի կարևոր։ Իսկ ինչ վերաբերվում է քաղաքացիությանը, որ ասում են Սամվելը այլ երկրի քաղաքացի է, ինչ գործ ունի մեր երկրի ինչ-որ ներքին գործերին միջամտելու կամ ինչ-որ կարծիք հայտնելու։ Ես չգիտեմ, թե նա ունի միայն մեկ քաղաքացիություն, թե երկու։ Միգուցե Հայաստանի քաղաքացի է։ Ռուսաստանի քաղաքացիությունը ունես, թե Եվրոպայի, ցանկացած մոմենտի կարող ես հրաժարվել, ահա, ու գալ ասել, ես միայն Հայաստանի քաղաքացի եմ։ Դա ընդամենը ժամերի ընթացքում կարելի անել։ Ինչն է փոխվում։ Ինչն է փոխվում, եթե նույնիսկ ասենք, թե Ռուսաստանը դուք համարում եք թշնամական երկիր, բայց այնտեղի բնակվող հայերը խոմեր թշնամիները չեն։ Ուրեմն այդ մարդիկ կարծիք հայտնելու իրավունք չունեն Հայաստանի հանդեպ, Հայաստանում կատարվող որևիցե իրադարձության հանդեպ, Նիկոլի հալածանքների հանդեպ վերաբերյալ, այսինքն ինչու, եթե բնակվում է Ռուսաստանում, խոսալու իրավունք չունի, վերջ։ Դա ինչ վերաբերմունք է, դա ինչ խտրականություն է հայերի միջև Սփյուռքի, այսինքն այս երկրներում բնակվողները իրավունք ունեն խոսելու, իսկ Ռուսաստանինը ոչ։ Ինչու եք դնում նման պառակտում խտրականություն նույն հայերի, հայ ազգի միջև, ինչ է թե գտնվում են այլ աշխարհագրական կետում, այլ երկրում, թեկուզ դա լինի Ռուսաստանը։ Ես չեմ հասկանում ճիշտն ասած այս հարձակումները Ռուսաստանի հայերի վերաբերյալ, որ հնչում են շատ ալիքներում։ Սա ինչ ատելության քարոզ է։ Մարդիկ մեղավոր չեն, որ այնտեղ են գտնվում, դա է եղել միակ երկիրը, հեշտ չի եղել փախնել, գնալ աշխատանք գտնել Եվրոպա կամ Ամերիկա։ Դա բոլորը չեն կարող, ամենամոտը հեշտը եղել է Ռուսաստանը, թեկուզ թղթաբանության հարցով։ Հայաստանում աշխատանքի տեղեր լինեին, բավարար աշխատավարձ տան հոգսերը հոգալու համար, ոչ ոք էլ չէր գնա։ Համ չստեղծել այդ պայմանները, համ մեղադրել, որ գնացել են Ռուսաստան, այսինքն եթե այնտեղ են ապրում, ուրեմն դավաճան են Հայաստանի։ Ես քննադատում եմ և ավելի շատ եմ քննադատելու այս ամեն ինչը, ինչ կատարվում է Ռուսաստանաբնակ հայերի հանդեպ։ Մի խոսքով, ընկերներ, կառավարության հետ չհամաձայնվելը հանցանք չէ,
լինեք Ռուսաստանի հայ, Եվրոպայի, թե Ամերիկայի, թե Լատին Ամերիկայի։ Լատին Ամերիկայում գտնվող ինչ-որ մի հայ մի բան է խոսում, դա հանցանք չէ։ Հանկարծ Ռուսաստանից մի հայ որևիցե բան ասի, հանցանք է, KGB, շպիոն, Պուտինի մարդ եւ այլը։ Այդպես է բոլորի բերանը փակում, որ հանկարծ Ռուսաստանից որևիցե մեկը ամաչելով, որ իրեն կվերագրեն նման բան չխոսա, դա արդեն նոր տիպի ձև է, ուղղակի բերանը կարելու համար։ Ռուսաստանաբնակ հայերի։ Նրանք ավելի հաճախ գալիս գնում են Հայաստան եւ իհարկե մտահոգված են երկրի կյանքով, ճակատագրով։ Ինչու ոչ։ Ինչու կարծում եք, թե հենց նրանք պիտի բոլորովին չհետաքրքրվեին կամ չցավային Հայաստանի ճակատագրով։ Հա, կլինեն մարդիկ ամեն պետության մեջ էլ կլինեն հայեր, որ հետաքրքիր չէ, բայց ինչու եք հենց Ռուսաստանի հայերին վերագրում, որ բոլորը անխտիր այդպես են։ Կամ Սամվել Կարապետյանը, լինելով այնտեղի հայ, ինչու իրավունք չունի որևիցե կարծիք հայտնելու, չհասկացանք, բոլոր Ռուսաստանաբնակ հայերին ձայնազուրկ եք դարձնում։ Կամ Սամվել Կարապետյանը իշխանափոխության կոչ չի արել։ Հիմա տարբեր կանալներում, ալիքներում լսում են, որ այո, այդ փորձն է արել, կապում են նրա հետ, բայց փաստացի յուրաքանչյուր խոսողին, որ լսեք ուշադիր, ասեք մեկ հատ փաստ բերում է թե ոչ, ընդամենը ուշադրություն դարձրեք, փաստ ապացույց կա նման նպատակի թե ոչ, միայն ենթադրություններ, դու պատկերացնում եք, մարդուն մեղադրում են միայն իրենց վերլուծությունների, ենթադրությունների հիման վրա եւ ուրիշ ոչինչ։ Սա ուղղակի, չգիտեմ, կատակերգություն է, թե ինչ է, թե առողջ մտածելակերպը բոլորովին բացակայում է բոլորի մոտ։ Ենթադրություններով մարդ չեն դատում, ենթադրություններով մարդ չեն նստեցնում, ձեր բոլորի հարյուրավոր, հազարավոր լսողների ենթադրությունը բավական ապացույց չէ, որ տվյալ մարդը հանցագործ է։ Լսեք ուշադիր, որ ալիքը բացում ես, ով որ քննադատում է, օրինակ, ինչու էր խառնվում մեր երկրի գործերին, նույնիսկ Արայք Սարգսյանը։ Ապացույցներդ ինչ են, իմ ասելիքը դա է, այդ քո ասածները ինչով ես հիմնավորում, իրավունք չունի այս, իրավունք չունի այն, իրավունք չունի այն, հասկացանք, բեր ասենք, թե իրավունք չունի, փաստերդ որ, դա էր իր ուղեղում, դա էր իր գլխում, դա էր իր նպատակը և այս ապացուցող փաստերը, առանց փաստերի բլբլում եք միայն, YouTube-ը դարձել է չաչանականոց, մարդուն մեղավոր ճանաչել միայն ենթադրությունների հիման վրա։ Բարև տվիր, կրակն ընկար, եթե կաթողիկոսին մոտ ես, ուրեմն դավադիր ես, եթե սրբազանին ինչ-որ ձեռք ես սեղմել, հանցագործ ես, հիմա բոլորդ, ովքեր սրբազանի կողքին կանգնել են, դուք էլ կմեղադրվեք իշխանափոխության ահաբեկչության մեջ, դե գնացեք վայելեք։ Այդ Գառնիկ Դանիելյան էր, թե ինչ էր, կողքից չէր հեռանում սրբազանի, նա ինչու չի ձերբակալված։ Խտրականություն մի արեք, Նիկոլ, հաջորդ էպիզոդի մեջ Գառնիկ Դանիելյան մտցրեք, որովհետև նա էլ չէ մասնակից ահաբեկչության։ Այդ ինչպես է, որ ահաբեկիչը մտնում է ազգային ժողով, ինչ-որ բաներ ասում, նստում, վեր կենում, արխային ֆրֆռում, այդ ահաբեկիչից չեք վախենում։ Իսկ Սամվել Կարապետյանը ընդամենը որ եկել էր հոր քարսունքին, ոչ թե հատուկ եկել էր աջակցելու, շարժում սկսելու, մարդը ուզեր չուզեր պիտի գար։ Իր այնտեղ հայտնվելը նույնպես համարում եք, թե նպատակադրված էր, նպատակադրված հոր քարսունք էր ստեղծել։ Արայք Սարգսյան, չէի սպասում նման անհեթեթություն ձեզնից։ Իսկ երբ որ խոսում են էլեկտրաէներգետիկ համակարգի, որպես ազգային անվտանգության ռազմավարական օբյեկտ, պետականացվում է
դառնում է բոլորիս իրավունքը ու շահը շատ հետաքրքիր է։ Ինչու չհայտարարենք նույնը հայկական ավիաընկերության Armenian Airlines դրա մասին ևս։ Մասամբ օտարերկրյա, մասնավորապես թուրքական կապերով 25% բաժնեմասը կապված է իզմիրցի, Թուրքիայի իզմիրցի քաղաքացու հետ Օզ Յակուբյանի հետ, ով նաև թուրքական Pegasus տուրիստիկ ընկերության տնօրենների խմբի անդամ է։ Նվազագույնը 49% սեփականություն ունի օտարերկրացիների կողմից։ Այս դեպքում ով է երաշխավորում մեր ժողովրդի անվտանգությունը, երբ ռազմավարական օբյեկտներում ոլորտում օտարերկրյա ազդեցություն կա, հատկապես հաշվի առնելով, որ մենք արդեն պետականացրեցինք հեծը որպես ազգի պաշտպանություն։ Եթե դա ազգի անվտանգության շահերի համար է, հարկավոր է նաև վերահսկողության տակ վերցնել այս տրանսպորտային միջոցը, դա էլ չէ կապված ժողովրդի անվտանգությունը ապահովելու հետ։ Մոռացել եք, պարոն, հլը գոնե այստեղ էլեկտրացանցերինը հայ է, իսկ ավիալինիայինը թուրք է, դրա մասին ոչ մի բան չեք մտածում, ինչու չեք գնում, ինչու չեք այլ ձևերի դա դարձնում միայն հայկական, որ թուրք օլիգարխները դրա մասը չունենան։ Ահա տեսեք, թե ինչքան խտրական եք թուրքերի ու հայերի հետ։ Այսօրվա էպիզոդի մեջ սերիալի հանկարծ Նիկոլ ռեժիսորը, Նիկոլ սցենարիստը և դերակատարը հայտարարեց, որ 2018 թվականի համեմատ աշխատատեղերը ավելացել են 240,000-ով, իսկ աշխատավարձերը միջին չափով բարձրացել են 74%-ով 2018-ի համեմատ։ Այդ ժամանակ այդ սերիալը նայելուց հետո այդ էպիզոդը հարց առաջացավ. արդյոք նա խոսում է, ստուգել է ստատիստիկան պետական համակարգի աշխատողների և նրանց բարձրացված աշխատավարձերի շուրջը։ Երևի թե միայն այդ մասն է ստուգել և իր այդ թվերը դրա վրա են հիմնված։ Ահա տեսեք, թե էպիզոդը ինչքան տարրեր է բաց թողնում, որ ինքներդ գուշակեք, հասկանում եք, դա էլ հենց հետաքրքրություն է առաջացնում։ Մասնավոր ոլորտում կարծում եմ ոչ մի բան էլ չի բարձրացել, ամեն ինչ նույնն է։ Մի խոսքով, ահա թե ինչքան շահավետ է նոր պաշտոններ ստեղծելը պետական համակարգում, ինչքան կարևոր է բարձրացնել նրանց աշխատավարձերը, որպեսզի դուք ունենաք այդ տեղեկատվությունը, այդ ռեպորտը ներկայացնելու ժողովրդին։ Պարգևավճարներն էլ ավելացրեք դրան և ասեք, թե ինչքան մեծ գումարներ են ստանում մեր երկրում։ Ուստի այս թվերը ցուցադրական են, ոչ թե իսկական հայելին են աշխատավոր ժողովրդի վիճակի, բայց հենց դա է ինտրիգը այսօրվա էպիզոդի։ Հարգելիներս, որպեսզի տեղ մնա հաջորդ էպիզոդներն էլ վերլուծելու, ձեզ պատմելու, բերեք այստեղ վերջացնենք, թե չէ հերիք է։ Թող մնա մնացածը հետոյին, շնորհակալություն, որ լսեցիք, շնորհակալություն իմ բաժանորդներին և նրանց, ովքեր մշտապես հետևում են, խնդրում եմ նրանք, ովքեր նոր են, բաժանորդագրվեք, կիսվեք